Օրտնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերգինս ես Սուրբ Եղիցի քո եկես արքայություն քո եղիցին կամ քո որպես հերգինս եւ հերգրի հսած մեր հանաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ զվարդիս մեր որպես մեկ թող մերոց բարդաբանած եւ միդանիրս մեզի փորձություն այլ բրգյաս մեզի չարեն Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն Իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն Դսպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո համենայնժամ Իչար խորհրդոց իբանից եւ իգործոց բրգյաս մեզ եւ օրմիակ ու արարածոց եւ մեզ բազմամեղածս ամեն Միասնապար գարտանք 109-րդ Սամոսը որում վերնակիրն է Թարնացած հոգիիմը որդկումը Գործներքեմ քեզով ասված լուր մի մնար Ամպարիշտ ու նենքավոր մարդիկ իրենց պերանը լայն պացած Սուվեր գխոսին ինձի թեմ Ադելությամբ լեցուն խոսկերով գբաշարեն զիս Արանց պատճարի հետս կգրվին Իմ սիրույս փոխարեն գչարախոսեն ինձի թեմ Միջես իրենց համար գաղոթեմ Բարիկներուս փոխարեն չարիք կադուցանեն Սիրույս դիմաց ադելություն Եկեք մեր այսօրվան Դեր ողորմի աղոտ շարագանի ընթացքին նաև հիշենք իմասնավորի այս սերդողության հետևող Աստծո աղախինի Մարգարիտի բարական, որում վերջերս իր ամուսինն է որ գործընծուց Արմեն անուն, աղոթենք, որ Աստված հոգին արժանի դարձնե երկնքի առկայության եւ Սուրբ Հոգիի մխիթարությունը նաև դա ընտանեկան բոլոր բարականերուն որպես այս կացությանց մեջ իրենք կարենան գոմնորոշվի ըստ այնը աղոթելու Աստծո ներկայությունը խնդրելու եւ Սուրբ Հոգիի մխիթարությունը որպես հանգարց չլա թե այս կացությանց մեջ հավատքը խախտի դերը մոռնան եւ ընդհակառակը չարին կործիկ դառնան եկեք աղոթենք որ Աստծո ողորմությունը անսահման ողորմությունը նաեւ իրենց հետ լա Նաև բոլոր անոնց, որոնք կացությանց, դժվարությանց, նեղությանց տարաբանքի մեջ են, թող Աստված ինքը ողորմի մեզ մե յուրաքանչյուրին։ Տեր ողորմյա
Քուարատ եւ անսահման ողորմությունը դե որ գահայցենք եւ գխնդրենք շնորհե մեզ մեր յուրաքանչյուրին որովհետեւ գարենանք այս օրերուն ապրիլ այս կյանքը իր բոլոր երեսներով դժվարությամբ, նեղությամբ եւ ինչու՞ չէ նաեւ ուրախությամբ եւ հաջողությամբ բայց այս բոլորի մեջ տեսնելու եւ հասկանալու քու կամքդ ապրելու եւ վայելելու քու ներկայությունդ որովհետեւ գարենանք հարադեվել, գոյադեվել հասնելու համար մինչև խաղաղ նավահանգիստ եւ ավարտելու համար նաեւ բարի պատերազմը մեր աղոտ խնդրանքն է ով երտնավոր հայր հիշես մեզ մեր յուրաքանչյուրը եւ մեզ մեր յուրաքանչյուրին նաեւ շնորհես մխիթարություն մանավանդ անոնց որոնք այս օրերուն նեղությանց եւ դժվարությանց մեջ են սիրելի իմը գորուստն է որ գաբրին թե ֆիզիկավես բայց մենք կհավատանք քրիստոնեական հավատքով Ինչպես Պողոս Արաքյալը պիտի ասե, մարմնեն բաժնվել կնշանակե Քրիստոսի հետ լալ։ Մեր աղոտ խնդրանքն է, որ քու այդ ծառատ Արմեն անունը նաև միանա այն խումբին, որ դու պատրաստեցիր լալու քեզի ժողովուրդ։ Նաև մեր աղոտ խնդրանքն է, որ մխիթարես անոր բոլոր բարակաները։ Մեր աղոտ խնդրանքն է, որ նաև հիշես բոլոր անոնք, որոնք այսօր ֆիզիկապես ներկա չեն, ինչ-ինչ պատճառներով անհանգստությամբ, կամ սփաղ, կամ ինչ որ են պատճառները Հիշես իրենք եւ ինչ որ պիտի պատկամես այսօր մեզ մեր յուրաքանչյուրին նաեւ նույն պատկամ անոնց փոխանցես որովհետեւ անոնք եւս անմասն չմնան Այս երեկոյին համար նաեւ մեր աղոտ խնդրանքն է որ դուր մեզի իմաստությունը դուր մեզի գիտությունը բաց մեր մտքերը մեր հոգիները մեր աչքերը մեր ականջները որովհետեւ ոչ թե միան լսողները լանք այն նաեւ հասկացողներ հասկանալու քու կամքդ Եվ ապրելու եւ կործելու մեր քրիստոնեական հավատքը ու կամքիդ համաձայն։ Ղրգես Սուրբ Հոգիդ, որպեսզի պատրաստե մեզ մեր հոգիները, ինչ որ պիտի լսենք, թող որ մեր այդ լսածները մարդկային չլան, այլ աստվածայինը, եւ անոր իբրև պատասխան նաեւ մարդկորեն չմոտենանք, այլ հոգիով, որպեսզի գարենանք նաեւ Այն ամբողջ խորհուրդը, որ դու պատրաստեցիր մեր մեղքերուն կավության եւ թողության, հավիտենական կյանքի ժառանգության, գարենանք այդ բոլորը հասկանալ։ Եվ այստեղ ներկաները այս շաբթվան գոհապանության այս արիթով նաեւ իրենց ցերկերը վեր կբարձրացնեն, իրենց սրտերը լայն կփանան, փառք տալու քեզի, շնորհակալություն հայտնելու այն մեծ բարիքին համար։ Եվ նաեւ փառաբանելու եւ փառավորելու Ամենասուրբ երրորդությունը, Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Բարի երեկոց էր բոլորին, ինչպես անցան անգամին տեսանք, ամեն մեկ սերդողության սկիզբին նաև գարթալու հատվածը քաղված աստվածաշունչեն, քաղված 5 դետագարանեն եւ իմաստնավորի սամոսած գիրքեն, որում մեջ
Դավիթ մարգարեն ինք, այնպես ինչպես մյուս մարգարեները Եսայի, Եզեկիել, Դանիել, որոնք բոլորն ալ եկան պատկերացնելու, որոնք բոլորն ալ եկան կանխելու այն բոլոր ծրագիրները, որ Տերը Աստված ինք պատրաստած էր հայտնելու եւ ինք պատրաստած էր նաեւ ժամանակներու լրումին, հարմար ժամանակին նաեւ բացահայտելու եւ լրումին հասնելու, գադարելու այն բոլոր ծրագիրները, որոնք ծանոթ են որպես փրկության ծրագիր։ Եվ ադիգա մենք փորձեցինք տեսնել, որ դարբեր հատվածներով, դարբեր ժամանակներու մեջ լալով հանդերձ Եզեկիելը ինք, Դանիելը ինք, Դավիթը ինք, այս դարբեր ժամանակներով լալով հանդերձ սակայն մենք փորձեցինք տեսնել, որ ամեն մեկ հատված գուքար լրացնելու, ամեն մեկ հատված նաև գուքար ցույց տալու, թե ինչ որ կկատարվի եւ ինչ որ կբադայի Քրիստոսի կյանքի մեջ, այդ բոլորի մասին արդեն սկիզբեն ըսված էր, այդ բոլորի մասին արդեն սկիզբեն թելադրված էր։ Անորամարալ Եբրայեցված նամակը, այնպես ինչպես ընդհանրական նամակներու մեջ մենք կտեսնենք եւ կգարտանք, թե ինչպես անցյալի մարգարեներն ալ բոլորն ալ փափակեցան այս օրը տեսնել, սակայն չտեսան։ Այն միայն զայն հերվեն տեսան եւ ուրախացան, թե Տերը ինչ բան պատրաստած է եղել մարդկության համար։ Որ սա կնշանակե փրկության ծրագիրը Աստվածը սկիզբեն պատրաստած էր եւ այդ սկիզբեն պատրաստած լալու հանգամանքը մենք փորձեցինք տեսնել նույնինքն Ծննդոց գիրքին մեջ։ Ծննդոց գիրքի 3-րդ գլուխը, երբ որ մարդը իր անգումը կունենար, երբ որ մարդը անհնազանդ կգտնվեր Աստծո պատվիրանին, եւ այդ անհնազանդության իբրև հետևանք նաեւ գճաշագեր այն բդուղը, որ բեք չեր ճաշագեր, եւ ավասիկ ադիգա պատճառ կդառնար իրեն, որ մերգանար։ Եվ այդ մերգությունը մարդը ինքը կփորձեր ծածկել ծևոմը եւ այս վարակային թզենի դերերներով, եւ այդ թզենի դերերները անբավարար պիտի լայն մարդուս մերգությունը ծածկելու, անորամարալ գլխու ավարտին, 3-րդ գլխու ավարտին դերը ինք հանցնգարն է այդ մեղավոր մարդուն, Ադամին ու Եվային, որոնք կփորձեն իրենց մերգությունը ծածկել, կփորձեն ընդհանրակը իրենց տալ, կփորձեն այն իմաստով, որ ինքը նախաձեռնությունը գարնե, դալու համար իրենց այսական այնպիսի պատմուճանը, դալու համար իրենց այսական գաշիե հանդերձներ, որպեսզի իրենց մերգությունը ծածկվի։ Գաշիե հանդերձներ իր բոլոր իմաստներով, գաշիե հանդերձներ նախանոր համար, որ գաշին ինքը, որպեսզի ունենամ այդ գաշին պետք է զոհ մատուցել։ Մորտ ունենալու համար պետք է գենթանիմը զոհել։ Երկրորդ նաև գաշին, երբ որ կհամեմատենք դերևին հետ, ընդհանրակը դերևը այնքան ուժականությունը չունի, մարդուս մերգությունը բահելու ցուրդեն, փուկեն, փովեն, հովեն, փոթորիգեն, որքան առավել եւս ընդհանրակը գաշին։ Անորամարալ մենք հաջող ուզենք ծմրան, փուկին, փորին, այս դա բաղորերուն, ցուրդերուն նաև այնպիսի հակուսներ հակվիր, որպես այս մարմին գոչվածը պաշտպանվի ցևոմը։ Եվ հետևաբար այսինքն Աստվածալ պիտի դար իրենց այնպիսի հանդերձներ, որ այսինքն ոչ թե արտաքին հովեն եւ փոթորիգեն պաշտպանվեին, այն ներքին փոթորիգեն եւ այս վարակային այդ ներքին փոթորիգը հոգեվոր փոթորիկն է։ Այն մեղքն է եւ փորձություններն են, որ հաջողական եւ գզարնվին մարդուս, այնպես ինչպես պիտի ներկայացնե Քրիստոս, ով որ իր հավատքի դունը գշինե ավազի վրա, երբ որ հովն ու փոթորիկը կան եւ զարնվին, այդ դունը կփլի։ Իսկ անոնք, որոնք իրենց հավատքի դունը կշինեն ժայռի վրա, թեգուզ հովն ու փոթորիկը կան եւ զարնվին, սակայն այդ դունը պիտի մնա գանկուն, այդ դունը պիտի մնա հաստատ հիմերու վրա, որովհետեւ ժայռի վրա է գառուցված։ Եվ այդ ժայռը իմիջայլոց Քրիստոս ժայռն է, ոչ մեր գիծած ժայռերը, այլ Քրիստոս ժայռ, որու մասին գխոսի Պետրոս Արաքյալ իր ընթարական նամակի մեջ, ասելու համար թե այն ժայռը եւ այն քարը, որ շինոնները անարգեցին, չուզեցին օգտագործել, ընդհանրակը եղավ անգյունակար, անոր վրա գառուցելու շենքը եւ նաեւ եղավ քայտագության քար, որտեղ հաջող մենք ընդհանրապես ինչ բան է կքլորինք, ինչ բան է մեր ոդկա այսպես ասած կքլորի, եթե ոչ քարի պատճառով, եւ հանգար երբ որ այդ քարեն մենք քլորինք, եւ այսինքն երբ որ այդ քարի վրա ինանք, մենք է որ կփշրվենք, որ նույնպես նաև Քրիստոս կսե, որու վրա որի նա այս քարը կամ ով որ գինա այս քարի վրա, նա է պիտի փշրվի։ Եվ այս քարը կդառնա անգյունակար, բայց միևնույն ժամանակ այս քարը եւս կդառնա քլորման պատճառ եւ փշրվելու պատճառ բոլոր անոնց, որոնք այդ պատճառով, այդ քարի պատճառով նաև գրնան քլորի։ Եվ այնպես ինչպես մեր այսօրվա սերդոյական հատվածն 27-րդ գլուխը առաջին համարեն սկսյալ մեզի պիտի ներկայացնե այն երևույթը,
ինչ որ Դավիթը հավասիկ 109-րդ Սամոսով գուքա մեզի պատկամելու, գուքա մեզի ներկայացնելու, գուքա մեզի սկիզբեն ասելու, թե ինչ պիտի պատահի, եւ ինչ է որ պիտի պատահի, այսպես կսել, գործնեմ քեզով ասված, լուր մի մնար, ճիշտ այդ բահերուն էր, եւ հաջող մենք եւս կհարցնենք այդ հարցումը, երբ որ Քրիստոս կսեր էլի լամա սաբակտանյա խոսքերը գարդասաներ, ինչու մենք հետո պիտի տեսնենք այդ խոսքերուն իմաստը եւ դեղը Քրիստոսի բերնի մեջ, բայց նաեւ մենք կրնանք հարցնել ուր էր դերը, երբ որ իր մեկ հատիկ որդին միածինը կխաչվեր։ Եվ կարծեք հոս եւս այդ արտահայտությունը գուզե տալ, լուր մի մնար, բայց այս լուր մի մնարը մի քանի երեսնորով կարելի է տեսնել։ Հաջող մենք եւս որպես մարդ արարածներ, երբ որ նեղությանց եւ դժվարությանց մեջ ենք, գործնենք քեզով ասված, բայց լուր մի մնար։ Միջամտե մեր կյանքի մեջ, պատասխան մտուր մեր աղոթքին, նեղությանց եւ դժվարությանց մեջ ենք, կարծեք անպատասխան մնացել ենք։ Կաղոթենք, ձոմաբաղություն գրենք, չենք ուտել, չենք խմել, ամեն տեսակի բարեբաշխական երևույթները գնենք եւ կարծեք կմնանք անպատասխանի։ Եվ գսենք լուր մի մնար, ինչու լուր գեցեր ես, ինչու չես միջամտել, ինչու բամը չես սներ։ Կարծեք մեկ արտահայտությունն է, մենք մեզ տեսնելու այդ երևույթի մեջ։ Եվ հիմա մենք եւս գնելու, ուսումնասիրելու եւ իրավես ասելու թե մեր նեղությանց եւ դժվարությանց մեջ դերը ուր է։ Ինչու չի միջամտել։ Եվ սակայն հետո երբ որ կշարունակենք եւ կտեսնենք, ամբարիշտ եւ նենգավոր մարդիկ ինչ կնեն, եթե ոչ իրենց փերանը լայն բացած, գործեն զրբարդել, գործեն անպաստանել։ Եվ այդիկա մենք փորձեցինք տեսնել եւ դակավին պիտի տեսնենք, երբ որ քահանայապետը Քահանաները, օրենքի ուսուցիչները իմի հավաքվելով ինչ կնեին, սուտ վկայություններ կփնտրեին, գուզեին զրբարդել, գուզեին անպաստանել Քրիստոսը, որպեսզի այս կամ այն ձևով մեջտեղեն վերցնեն եւ խորքի մեջ ինչ ալ կփորձեին անել, չէին գրնար հաջողիլ, որովհետեւ իրենց բոլոր ռացները սուդի վրա հիմնված է։ Հակառակ այս բոլորին սուդեր խոսին Ադելության պլեցուն խոսքերով գխոսին գվաշարեն զիս, առանց պատճարի հետս գրվին, պատճարը չունին, և ինչ է միակ պատճարը, ադելություն և նախանց, ուրիշ բանը չի կա։ Եվ ավսիկ այս նույն ադելություն և նախանց կոչվածն է, որ հաջորդ սերունդը Ադամին և Եվային, Գայեն և Աբել, Գայենը ինչով լեցվեցավ, ադելության և նախանցով, որ հաջորդ քայլը ինչ եղավ, եղբայրը սպանություն։ Ուրեմն կնշանակի այնպիսի նուրբ երևույթ մնե, որում որքանով մենք կանտրադառնանք որպես մարդ արարածներ եւ որքանով կանտրադառնանք որպես քրիստոնյա հավատացյալներ, ադելություն եւ նախանց։ Մանավանդ ադելություն եւ նախանց կոչվածները ոչ թե միայն հաջող, այլ միշտ, երբ որ գդիրեն մեր կյանքին մեջ այդ ադելությունը և նախանցը գրնան նաև մեզ գուրցնել, գրնան այլև չտեսնել։ Աչքերը կան, բայց այլև ճշմարտությունը չենք գրնար տեսնել։ Ինչ որ հարաճիգա միս բոլոր հատվածներու մեջ, երբ որ Քրիստոս այլևս վերջին անկրվանին է, բոլոր ամփոխը գբորար և ուրիշ բանը չեր տեսներ, այլ միայն Քրիստոսը խաչվի։ Եվ ասիկ այդ է, երբ որ խոստովանանքի բահը գուկա, ամեն գիրագ երբ որ կխոստովանին, մահացույոտը մեղքերը կան, գսենք ասոնց ինչը մահացույ է, ասոնց սկիզբը եւ ավարտը, այն ամբողջ ընթացքը, որում մեջ եթե մտնե մարդը, զինքը կտանի մինչև մահվան աստիճանի, որ կնշանակե ոճրագործության։ Որտեղ հաջող մենք այնպես կգարձենք, որ ոճիր գործելը ուղղակի սպանելն է, ընդհակառակ Քրիստոս ինչ պիտի ասեր։ Անցյալին ցեզ իսված է մի սպաննեք, բայց ես ցեզի կսեմ, ով որ հիմար կգոչե, ով որ անմիտ կգոչե, եւ այդ բոլորը ինչ բանի պատճառով կգոչեն, ադելության եւ նախանցի։ Ոչ թե բարձրապես հիմար գոչելն է, ոչ թե բարձրապես անմիտ գոչելն է, այլ երբ որ իմ ամբողջ միտքս, հոգիս, էությունս ադելությամբ եւ նախանցով լեցուն է, այդ վիճակը զիս կառաջնորդե մինչև սպանության։ Միգուցե ես չկատարեմ այդ սպանությունը, ուրիշի մտերկով կատարեմ այդ սպանությունը, սակայն ես արդեն կատարած կլամ, ինչպես որ Քրիստոս պիտի ասե։ Եթե անցյալին ասված է մի սպանեք, բայց ես ցեզի կսեմ, եթե անմիտ եւ հիմար գոչես, արդեն սպանություն ըրած կլաս։ Կնշանակե, այնպես ինչպես շնության պատճառին, եթե անցյալին ասված էր մի շնար, բայց եթե մտքիդ մեջ սկսար որոջալ այդ խորհուրդը, այդ միտքը,
արդեն շնությունը ռած կլասը նույնպես նաև ոչրակորթության բարակը։ Եվ ավասիկ ամբողջ ժողովուրդը սկսյալ քահանայապետեն, սկսյալ քահանաներեն եւ օրենքի ուսուցիչներեն լեցված էին ադելությամբ եւ նախանցով եւ ուրիշ բան չէին ուզեր տեսնել, եթե ոչ Քրիստոսի սպանությունը։ Եդագալին կշարունակե եւ կսե ոչ թե միայն ադելությամբ լեցունեն, ոչ թե միայն սուտ վկայություններով լեցունեն, այլ ընդհակառակը դակավին բարիքին փոխարեն ինչ կնեն, չարիք կգործեն։ Եվ ինչ որ ըրի, անոր թիմած հագարակն է, որ կնեն այս բոլոր։ Բայց այս բոլորը ինձ կուկա նսելու, որ դերս եւ ավաբենս դերը ինք է։ Պաշտպանս ասված ինք է, ես միայն անոր է, որ կհուսամ։ Իմիջայոց 109-րդ Սամոս եդամփոտ չարնագենք, պիտի տեսնենք, որ նաև խոսք կա հութայի վերապերյալ, որ հութան պիտի կար եւ պիտի մատներ, նաև ինքսինքը պիտի գախեր, անոր դունը ավերակ պիտի մնար, անոր դամ մեջ ոյ մեկ փնագիչ պիտի չփնագվեր, այդ բոլոր մանրամասնությունները նաև 109-րդ Սամոսի մեջ է, որ հիշվի հարաճիկային կամ հետո երբ որ դու գարիթը կունենաք գարտալու ձեր այդ առանցնության մեջ, գարժե նաև գարտալ ամբողջ 109-րդ Սամոսը։ Եվ որ մի հետո ապա կանցնենք մենք 27-րդ գլուխ առաջին համարեն սկսյալ, որուն վերնակիրն է Հիսուս Պիղադոսի գդարվի։ Սկիզբը նախքան Պիղադոսի Դանիլը վստիկ վերակամ անելու համար Քրիստոսը դարածեին քահանայապետին դունը, որովհետեւ քահանայապետի ջամփով թատվեր Քրիստոս եւ քահանայապետը կփորձեր վկայություններ բերել, սուտ վկայություններ եւ ավարտին հասավ մինչեւ այն բահը, երբ սա արդյոք թունես, գսե Քրիստոս գսե թունե որ գսես եւ ավսիկ վկայ պետք չունենք եւ սկեսն է որ կբադրե եւ անոր բացատրությունը մենք փորձեցինք տեսնել անցյալ շաբաթ եւ այս բոլորեն հետո արաբոտ կանուխ ուրեմն նշանփոջ գեսքիշերը ինչով անցուցին, եթե ոչ թադաբարությամբ։ Ինչ ըրենք որպես այս մարդը այլես մեջտեղ են վերցնենք եւ որովհետեւ իրենք այլևս իշխանություն հեղինակություն չունին, սպաննելու հեղինակություն եւ իշխանություն ունին թադելու, բանդարգելու, այնքան որքան որ իրենց օրենքին հետ կապված է։ Բայց երբ որ հարցը հիմա գվերապերի սպանության, իրենք հեղինակությունը չունին, որովհետեւ իրենք ալ հռոմեական լուծի տակն են։ Իրենք ալ հռոմեական գայսրության իշխանության տակն են եւ հետեւաբար իրենք չունին այդ իրավասությունը։ Հիմա իրենց օրենքը մեկտի ցկած, որը փորձեցին ամեն ինչ անել, որովհետեւ ինքը զրբարդեն, թադաբարդեն եւ բամը չկտան։ Հիմա լավ ինչ պետք է անեն, որպեսզի հասնին իրենց նպատակին, բամը որ գաբ ունի կառավարության, կամ պետության, կամ իշխանության, կամ գայսրության հետ։ Եվ անոր համար հիմա կփորձեն գուսակալին, կառավարիչին դանին, եւ այնտեղ բամը գտնել, սուտ վկայություն մգտնել, որպեսզի այսական կառավարիչը ինքը դա այդ վճիրը, մահվան, սպանության վճիրը։ Եվ ամբողջ գես քիշերը ամբողջ անով անցնելը հետո արաբոտ կանուխ, շատ արաբոտ կանուխ, ելեն քահանաները եւ ժողովրդի երեցները Հիսուսը կդանի որոշում գարնեն սպանելու, կհասնի այդ բահը եւ Հիսուսը գարնեն եւ կտանին հանցնելու համար գարավարիչ Բոնդացի Պիղադոսին։ Հետաքրքրական օրեն այստեղ երկու նախատեսությամբ կավարտի դեպքը։ Արին, որոշումը արին սպանության, բռնեցին զինքը դանելու համար գարավարիչին։ Հետաքրքրական օրեն սակայն երբ որ Ղուգաս ավետարանիչին հետ կհամեմատենք, Ղուգաս ավետարանիչը հավելյալ դեղեցություն կտա մեզի։ Եվ գսե, եւ առավել եւս Հովանես ավետարանիչը։ Եվ գսե, երբ որ անոնք քացին գարավարիչին, բալատ չմտան։ Իրենք դուրս գեցան, քահանաները եւ ժողովրդի երեցները դուրս գեցան, Հիսուսը միան ներս մտցուցին, եւ ավետարանիչը գսե, ներս չի մտան, որովհետեւ չբղծվին, որտեղ դակավին զադիկը չէին ճաշակած։ Զատկման ընտրիկը դակավին չէին գերած։ Հետաքրքրական է։ Օրենքի ուսուցիչներ են իրենք, քահանաներ են իրենք է որ ունին այդ պատվիրանը, որ զադիկը պետք է ուտել այսինչ օրը, այսինչ ժամուն, այսինչ բահուն պետք է ուտել զադիկը, եւ հիմա իրենք կնախընտրեն ոչիր գործել, քան թե Աստծո պատվիրանը կատարել։ Եվ այս մարդիկը օրինաբար մարդիկն են։ Այս մարդիկը Աստծո գոմեն նշանակված օրենքի ուսուցիչները։ Բայց ընդհանրապես զանոթ է մեզի, որ օրինազանց մարդը օրենքի դեր եղող մարդն է, ով որ օրենքի վրա կարգված է, օրինազանց մարդը ինքն է, այդ մարդն է։ Չէ՞։ Հաջող մենք կտեսնենք, երբ որ պոլիսները մեր կողմեն կանցնին, խորքի մեջ օրինազանցություն կնեն։ Հանկարծ պետական մարդիկ, որոնք փամուգուզեն է տենել, օրինազանցություն կնեն։ Բայց հետո գուքան իրենք կփանեցնեն օրենքը ժողովրդին վրա։ Եվ ադեր որ նաև Քրիստոս կսեր, վայ ցեզի, գեղձավորներ իժերու ծնունդ,
Դուք որ մարդոց վրա կբարդատրեք օրենքը, եւ սակայն դուք չեք օգներ մատի ծայրով, որպես այս ժողովուրդը կարենա այդ օրենքը կործատրել։ Այնպիսի լուծեր կտնեք այս ժողովրդին վրա, եւ սակայն անտին դուք ցեզ այնպիսին կներկայացնեք որպես բարեբաշներ, եւ ահա ասիկ իրենք որպես օրենքի ուսուցիչներ, իրենց համար ո՞րն էր ավելի կարևորը։ Աստծո բادرյանի պահպանությունը կամ մարդասպանությունը։ Եվ ահավասիկ ի հայտ կուկա, որ իրենց համար շատ ավելի կարևոր է մարդասպանությունը, քան թե Աստծո բادرյանը։ Եվ ահավասիկ այստեղ իրենք կատարեցին երկու մեղք։ Առաջին մեղքը օրինազանցությունը, երկրորդ մեղքը մարդասպանության ծրագիրը, օրենքի ուսուցիչներն են։ Եվ այդ է, որ պատահական չէ, Քրիստոս վայ կգարտա ցեզի օրենքի ուսուցիչներուն։ Անորամար է, որ նաև Մարգարեությանց մեջ դերը գսե, ինչպես Քրիստոս պիտի գրտներ եւ ասեր, ունեցողեն ավելին պիտի պահանջվի, քիծողեն ավելին պիտի պահանջվի։ Երանի թե չգիտնայինք, եւ սա կնշանակե, որ ամեն անգամ երբ որ սերդոթյանց ներկա գլանք, կնշանակե սկսանք իմանալ, գիտնալ, եւ քիծողեն ավելի կպահանջվի, քան անգե, որ երբեք չգիտեր։ Եվ ասիկ սա գտնեմ ես մեր յուրաքանչյուրի ուսերում վրա որոշ բարդավորությունը, որոշ բարդականությունը, միայն լսելը չէ հարցը, լսելը հետո նաև հասկանալը, հասկանալը հետո նաև գործադրելը, գործադրելը հետո նաև պատրաստը լալ հաշիվ տալը, թե այս բոլորը ես իբրև ինչպիսին արի։ Եվ ահա ասիկ օրենքի ուսուցիչներ եկան Քրիստոսը հանձնելու Պիղադոսին, սակայն իրենք միշտ զգուշ էին, որ հանգարց չլատ է իրենք ներս մտնեն, եթե ինչ մնահոգություն ունին, հանգարց չբղծվին, որպեսզի կարենան հետո ետում վերադառնան եւ Զադիկը ընտրիկը անեն, չբղծվին, ինչ բարեբաշտ, ինչ հավատացյալ մարդիկ, հետանոսական բալադ է, գարավարիչ հետանոս է, հանգարց զգուշ ենք չմտնենք եթե ոտքի ծայրը թվավ կետնին, ուրեմն բղծված ենք եւ քիշերով չենք կնար ընտրիկը, բայց արդեն զատկվան ընտրիկը պետք է ջաշագեիք դուք նախավես։ Հետո ընեիք եւ զատկվան ընտրիկին նպատակը ինչ էր։ Եթե ոչ ծեր ըստրուկ ըլլալու վիճակը, որ դուք նախավես ըստրուկ էիք եւ դերը ցեզ ազատագրեց եւ հիմա դուք սպանություն է որ կմտածեք։ Բզիկ նախատասություն մնե, որ նաև այսօր հիշեցնել գուդա մեզ մեր յուրաքանչյուրին։ Հիշեցնել գուդա եւ գսե, մենք ալ այսօր ինչ վիճակի մեջ ենք։ Հաջող մենք ալ այսօր այնպիսի մանրուկներու յետևեն ենք, որ ուզենք բծախնդիրը լալ։ Հանգար չլա թե թփչինք այսինչին կամ այնինչին, հանգար չլա թե բղծվինք։ Սակայն անտին ուրիշ բղծություն մնե որ տեղի կունենա, անտին ուրիշ օրինազանցություն մնե որ հաջող կրնան գնել, կատարել եւ չանդրադառնալ այդ բոլորին։ Եվ adoramanal Քրիստոս կսե լավ նայեցեք ինչ կնեք, ինչպես կնեք, որպես նաև պատրաստ լակ այդ բոլորին հաշիվը տալու։ Եվ այս բոլորին հետո այն adեն հութա, որ մատնած էր Հիսուսը, երբ տեսավ, որ Հիսուս թադաբարդվեցավ, զղջաց եւ իր ստացած 30 արծաթ դրամը ավակ քահանաներուն եւ ժողովրդի երեցներուն վերադարձնելով վսավ։ Մեղ գործեցի արդար մեկը մատնելուս համար։ Անոն գսին, մեզ ինչ։ Ադիգակու կիտնալիքը դե։ Հութա դրամը նետեց տաճարի մեջ եւ հերացավ, ապա քնած եւ ինքզին կկախեց։ Ավակ քահանաները արին դրամը եւսին։ Մեր օրենքը թույլ չի դար, որ այդ դրամը ցկենք տաճարի կանցանակի մեջ։ Որովհետև արյան քին է։ Եվ խորհրդակցել է յետք այդ դրամով փրուդի արդը քնեցին, իբրև օդարներու քերեզման կործածելու համար։ Այս պատճառով մինչև այսօր այդ արդը արյան արդ կգոչվի։ Այս էով ահա իրականացավ Դիրոջ խոսքը Երեմիա մարգարեի պերնովսված արին 30 արծաթ դրամը թայեկանը քինը վաճառվածին, որում քին դվին Իսրայելի ժողովուրդեն ոմանք եւ զայն դվին փրուդի արդին համար, ինչպես որ դերը հրամայեց ինձի։ Եվ որ հութա տեսավ, որ Քրիստոս տադաբարդվեցավ, զղջաց, անդրադարձավ, որ արդար մեկն է, որ մատնած է։ Հիմա գիտենք, որ հութան ինչպես անդրադարձավ, որ արդար մեկն էր։ Չնայած, ինչպես մյուս առակյաններու բարակային, նաև հութայի բարակային, կարելի այնպես պատկերացնել,
որ դակավին իրենց մտքի մեջ չգար Քրիստոս հասկացողությունը, Հիսուսը Քրիստոսն է, Մեսիան։ Հակառականոր, որ Մատթեոս ավետարանիչի 16-րդ գլխում մեջ, երբ որ Քրիստոս հարցուց, մարդիկ ինչ կսեն իմ մասիս, եւ պատասխանեցին, ոմանք կսեն մարգարեն ես, մարգարեները մեկն ես, Հովհաննես Մկրտիչն ես, դուք ինչ կսեք իմ մասիս, Պետրոս Արաքյանն է, որ գարդայդվի եւ կսե, «Թուն ես Աստծո միածինը օձյալը Քրիստոսը»։ Շատ աղեք։ Բայց Պետրոս, քո այս ըսածդ հայրը ինքը քեզի հայտնեց։ Անգե ամիջավես հետո է, որ Քրիստոս կխոսի իր մահվան, խաչելության, մատնության, սպանության թաման մասին, ճիշտ այդ պահեն հետո, երբ որ կխոսի, Պետրոս Արաքյալը ինքը դարձյալ կհարդայդվի եւ կսե, «Քամ լիցի, որ քեզ այդպեսի բան բادرի»։ Ուրեմն կնշանակե Պետրոս որքան հարդայդվեցավ, որ «Թուն ես Քրիստոսը», սակայն առանց անդրադառնալու, որ Քրիստոս ըլլալու հանգամանքը ինչ բանի մեջ կերևի։ «Թուն ես Քրիստոսը» կնշանակե օձյալը, օձյալը կնշանակե Մեսիան, Մեսիա կնշանակե նահատակվող, զոհվողը, բادرակվողը, ոչ թե անունի ազգանունի դիդղոսի հարցեր, այն մեկը, որ պիտի բادرակվի, մեկը, որ պիտի զոհվի, Մեսիա փրկիչ, փրկությունը այդպես դերի պիտի ունենար, ինչպես որ ըսված էր Եսայի մարգարեի քրությանց մեջ։ Եվ ասի կնշանակե իրեն Քրիստոս կանվանեն, այս բարակային Պետրոսը, սակայն առանց անդրադառնալու, որ այդ Քրիստոս հանգամանքի մեջ ինչ պետք էր տեսնեին, անոր համարալ հութան ինքը ինչ կսե, արդար մարդ մնե որ մատնեցի ես։ Տեսեք տակավին իր մտքի մեջ նա չգա այդ հասկացողությունը, երբ է որ իրեն կսկսին այս բոլորը հասկանալու, որովհետև մինչև վերջ, նույնիսկ մինչև հարություն եւ հարութենը վերջ, տակավին Արաքյանները չունեին այդ ըմբռնումը, երբ է որ սկսան ըմբռնել, երբ որ Սուրբ Հոգին ըստացան, անոր համար է որ Բողոս Արաքյալը գսե, ով որ Սուրբ Հոգին ունի, Հիսուսը իբրև Քրիստոս կրնա թավանիլ, եթե Սուրբ Հոգին չունիմ, Հիսուսը կթավանիմ Հիսուս, Հիսուսը կթավանիմ որպես մարդ, եւ ճիշտ հոս է դժվարությունը, եւ ճիշտ հոս է նաեւ ընդգծումը, եթե եք Հիսուսը Քրիստոս պետք է թավանիմ ես, թավանիլ կնշանակե ընդունել, թավանիլ կնշանակե վգայել, ոչ թե միան ընդունել, նաեւ վգայել, ես կրնամ Հիսուսը իբրև Քրիստոս ընդունել, բայց դժվար է թավանի վգայեմ ցեզի որ իրավես Քրիստոսը բրգիչն է, Մեսիան է, սպասվածն է կամ սպասվելիքն է։ Եվ ասիկ հոս է որ Արաքյալը գսե, ով որ Սուրբ Հոգին չունի, դժվար է չի գտնար Հիսուսը Քրիստոս թավանիլ, ով որ Սուրբ Հոգին ունի, զասված իբրև ապա հայր գրնա գոչել։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք հայր կգոչենք, մեզ մեջ չէ որ ուք այդ հայր գոչելու հանգամանքը, եթե եք Սուրբ Հոգին ինքը չի գործել մեր մեջ, Սուրբ Հոգին ինքը չի ծանոթացնել մեզի, ով է հայրը։ Որպես այս դուք ավելի չընդարձակենք, Ետ սահմանապակվին մեր այսօրվան հատվածին, եւ ավասիկ այստեղ է որ հուտակ անդրադառնա կզղջա, սակայն այդ զղջում եւ անդրադարձը այնքան ալ կորզնական չէին, ինչ իմաստով կորզնական չէին, այնպես ինչպես որ էր բարական Պետրոսին։ Պետրոս Արաքյանն զղջաց, Պետրոս Արաքյանն անդրադարձավ, Պետրոս Արաքյանն անդրադարձավ իր այդ սխալին, սակայն մեկ տարբերությամբ Պետրոս Արաքյալը վերադարձավ։ Եվ այդ վերադառնալը այն իմաստով, որ իր գադարած մեղքին թադավջիրը ինքը չդվավ։ Հութայի բարակային իր գադարած մեղքի թադավջիրը ուզեց ինքը տալ։ Ուզեց ինքը իր մահվան վջիրը կնքել, ասել ես այլևս ասոր արժանի։ Որ կնշանակե եթե եք հութան բադրաստ ըլլար վերադառնալու, այո զղջաց, խոստովանեցավ, սակայն անոնք խավարար չեն։ Եթե եք չվերադառնամ Աստուծո։ Մենք ալ աջախ կզղջանք, մենք ալ գանդրադառնանք որ սխալ արածենք այսինչ կամ այնինչ անցին թե, բայց վերջի վերջո ինչ որ ալ ըրած ենք, որու է որ ըրած ենք, Աստուծո ըրած ենք։ Ինչ որ ալ ըրած ենք, որու որ ըրած ենք, ավարտին Աստուծո է որ ըրած կլան։ Ադորամանալ երբ որ ավարտին գսենք մեղա Աստուծո է որ ըրած կլան եւ Աստուծո մենք կխնդրենք նաեւ քավությունը եւ թողությունը։ Այո անդրադարձավ, ես ալաջակ անդրադառնամ որ սխալ արած։ Ես ալաջակ անդրադառնամ որ ոչ այսպես ասած պատճառ խոսքեր խոսած եմ, բայց անոնք բավարար մի չլան, այնքան ադեն որ գադարվածին վրա քիդակցությունը եւ պատասխանատվությունը ունենա։ Պատասխանատու եմ ես իմ գադարածից,
որ ես ինչ որի եւ հիմա պատրաստ եմ նաեւ դալու հանձնելու հաշվետվության, որովհետեւ Տերը նաեւ ինձ դա այդ արձակման վիճակը մեղքերու քավություն եւ թողությունը։ Հաջող անդրադառնանք զղջանք բուլանք եւ սակայն երբ որ հաջորդ օրը հաջորդ ամիս նույն սխալն է որ գնենք, գնշանագի այնտեղ հետեւաբար դակամին փամ մգա բագաս որ չէ կատարված այնտեղ դակամին թերի մնացած է այն արարքը կամ այն հանգրվանները որ մեր պետք է անցնի յուրաքանչյուր մեղավոր մարդ այնպես ինչպես որ էր բարական Պետրոսին Պետրոսին չրա անդրադարձավ զղջաց թարնաբես լացավ եւ սպասեց ինչ որուն սպասեց Քրիստոսի հարցումին Սիմոն Հովնանի որդի գսիրես իս Եվ 3 անգամ հարցուց Հիսուս նույն հարցումը, որովհետեւ 3 անգամվան ուրացումները փուժվին, մաքրվին, սրբվին եւ ինք վերահաստատվի դարքին մեջ։ Սպասեց։ Հութայի բարակային չսպասեց։ Ամիջապես ուզեց ինքզինքը գախել։ Ուրեմն տեսեք այդ սպասման վիճակը, որ կնշանակի այդ սպասումի բահուն մեր հույսը Եվ վստահությունը Աստուծո վրա տնելու։ Եթե անդրադարձար, որ արդար արյուն մնե, որ գտապվի, եթե անդրադարձար, որ արդար մնե, որ գմատնես, ինչու հիմա չունենաս նաև այդ հույսի և վստահությունը։ Եվ տեսեք, ինչն է հարցը, ոչ թե դերը ինքը պատրաստ չէ ինքը ընդունելու, այն մեղավոր մարդ այս բարակային հուտան ինքը պատրաստ չէ Քրիստոսի երթալու։ Եվ այդ էր, որ նաև երբ որ Քրիստոս թիտմամբ արդոնեց, որ Պետրոս ինքը ուրանա, եւ ադիգա մենք անցաշաբթում խոսեցանք, թիտմամբ արդոնեց, որպեսզի Պետրոսի օրինակովը այսօր ես ու տուն հանգարց եթե պատահեցավ, որ դիրոջ թեմ մեղանչեցինք, անդրադառնանք, որ գա վերադարձի ճամփան, սակայն անկեղծությամբ եւ ամբողջական վստահությամբ վերադառնանք, որ Տերը ինքը պատրաստ է մեզ սրբակրելու, մեզ մաքրելու։ Անորամարալ 5 դագարանի մեջ կսե։ Եթե այս ժողովուրդը խոստովանի իր մեղքերը եւ ինձի թարնա, ես պատրաստ եմ զիրենք ցունեն ավելի ջերմակ ընելու։ Ինչ արալամ մեր մեղքերը։ Որը ճիշտ հոս է, տեսեք ճիշտ հոս է, Պետրոս կամ Հութա լալու վիճակը։ Ճիշտ հոս է, որ չարը ինքը ինչ թեր գխաղա եւ մենք որքանով Պատրաստակամություն ունենք Տիրոջ երթալու։ Ճիշտ հոս է, որ աջակ մենք այդ դժվարությունը ունենանք Տիրոջ վերադառնալու։ Եվ ասելու հիմա ինչ երեսով երթամ Տիրոջ։ Այսքան մեղք գործեցի, հիմա ինչպես երթամ ես։ Ինչեր ունի կյանքիս մեջ։ Եվ ճիշտ հոս է այդ ամբողջական վստահություն ունենալ Աստծո նկատմամբ, որ Տերը ինքը պատրաստ է։ Սակայն ես կարևորը ամբողջական պատրաստակամությամբ երթամ խոստովանիմ իմ կատարած մեղքերս։ Ինչպես որ էր անարակ որդին։ Ինչը սա անարակ որդին։ Այլևս ուրիշ տեղ չունիմ երթալիք։ Ավելի լավ է հորս տունը երթամ։ Քոնե զիս զարաներեն մեկը ընե գարքել։ Եվ որ կնշանակե դակավին անարակ որդին չեր գրծած ճանչնալ ով է հայրը։ Իր հայրը չեր ճանչած ով է։ Այսօր մենք որքանով կճանչնանք մեր հայրերը։ Նախ մեր հայրերը որքանով կճանչնանք։ Ընդհանրակը հաջող նաև մենք ունենանք այնպիսի պատկերացումներ, որ խորքի մեջ այդպիսին չէ։ Անորամերա հաջող մենք ունենանք այնպիսի պատկերացումներ երկնավոր հորը մասին, որ խորքի մեջ այդպիսին չէ։ Եվ հետեւաբար մենք որքանով կճանչնանք հայրը։ Անորամալ Քրիստոս եկավ ծանոթացնելու հայրը։ Երբ որ աշակերտները հարցին ջանցուն մեզի հայրը ցույց տուր, ուր է այդ հայր ոչվածը, ուր է։ Եվ Քրիստոս ասել, ով որ զիս տեսավ, հայրը տեսած եղավ։ Ինչ իմաստով, որ գշե որդին հորը պատկերը որպես եկավ բացահայտելու, եկավ ցույց տալու։ Այն գաբի է մտերմությունը, Աստված է մարդ հարաբերության, որ ով է այն Աստվածը, որ գուզե գաբը ստեղծել մարդ հարարացին հետ։ Ոչ թե միայն ստեղծիչ է, ստեղծած եւ լքած ցկած է, այլ ստեղծիչ արարիչ է եւ առավել եւս հովիվ, որ մեկ հատիկ գործված ոչխարին համար գերտա փնտրելու եւ գտնելու։ Ի դարբերություն մարդ հարարած հովիվ է, որ եթե երբեք հանգարց պատահեցա, որ հովիվը 100 ոչխար ունի, հանգարց մեկը գործված է, երթա եւ փնտրե, եւ եթե երբեք պատահեցա, որ այդ փնտրդուքի ժամանակ վտանգի մահանտվի,
ճիշտ հոն է հովիվին գաբը այդ ոչխարին է։ Հովիվը գրնա ասել, հիմա ինչ ռիսկ առնեմ վտանգի մտնեմ, 100 ունեի, մեկը գործուց 99 ադե դակավին հոնեն, լավ, անատով որ կայլին գերըլա, հայս Քրիստոսի բարակեն այդպես ինչ է, հանց նարավամեն վտանգ, և այդ վտանգը մահվան վտանգ, այդ ռիսկը, միչև մահվան թուրը երթալու և այդ մեկ հատիկ գործված ոչխարը փնտրելու և գտնելու և կդավ, բարակ չվերադարձավ և անոր համար Քրիստոս կսե մեկ հատիկ մեղավորի մթարցը, մեկ հատիկ ուրախություն է երկնքի մեջ և ասիկ այդ մեկ հատիկին համար գարժե արյուն թափել Քրիստոսի համար այլ որտև այդ մեկ հատիկը իր ծերակորց մեկ հատիկն է անոր համար Հովանու ավետարանին 13-րդ գլխում մեջ կսե ինձ մի առաջ եկած բոլոր հովիվներն ալ ինչ էին վարձկան հովիվ վարձված եթե այսօր ամսականը չդաս հաջորդ օրը չներ իր հովությունը բայց Քրիստոսի բարակային ինքը վարձկի պետք չունի որտև ինքն է ամենը ինքն է դերը և հովիվը և դերը և ստեղծիչը և արարիչը և բրգիչը և ամեն բարակա երբ որ կանդրադառնա և սակայն չի վերադառնար Ենեշանգը ինքը գուզե, որ իր մահվան թադավջիրը դա հութայի բարակային և գսե արավ 30 արձատը վերադարձուց, այս կահանաները իրենսին, մեր ինչ հոգը, թու մտած այդ մասին։ Եվ դեսեք, երբ է որ անդրադարձ դեղի ունենա, երբ որ արարքը բադահի։ Մինչև այնադեմ, որ դակամին մենք կմտածենք, չարություն գոչվածը, ադիկա դակամին չենք կնար, ըզգալ, անոր դարողությունը ինչ է։ Այնքան ադեմ որ դակամին չէ կատարված արարքը։ Հութայի բարակային ալ կմտածեր մատնել, բայց դակամին երբ որ չէր գծած պատկերացնել ինչ կրնա ըլլալ ասոր հետևանքը, ինք ավելի կարծեք բան արած էր, պետք է որ այսպես ըլլա։ Բայց երբ որ տեսավ թե ինչ պատահեցավ, այն ադեն զղջաց, բայց արդեն ուշեր այն իմաստով որ չվերադարձավ։ Մյուս գոմե նաև քահանաներուն եւ օրենքի ուսուցիչներու բարակային գսեն, մեզ ինչ, քու կորձ դադիգա։ Իրենք եւս դակավին չեն անդրադառնալ, որ ինչ տեղի կրնա ունենալ այս բոլորին հետևանք եւ ավարտը։ Հետո եւ որ երբ որ պիտի տեսնեն խաչելությունը, այո միգուցե ոչ բոլորը, բայց ոմանք պիտի անդրադառնան, որ իրավես արդար արյուն մնե որ թափվեցավ։ Անոնց մեկը հետանոս հարյուրապետը խաչի տակ կեցած եւ պիտի սեր իրավես արդար մեկն է եղերաս։ Ինչ era որ ասմարտը որ խաչեցի։ Եդեսեք կնշանակի մինչև այնտեղ որ արարքը չէ կատարված, չեն անդրադառնալ անոր դարողության մասին։ Եվ 30 արձատը գարնեն եւ դսեն հիմա օրինավոր չէ, մեր օրենքը չի թույլատրել, որ այս 30 արձատը իդ տաճարի քանցանակի մեջ տնի։ Ճիշտ է չէ իրենց ասածը։ Բայց արդյոք հարցում, որքանով ծեր օրենքը կարգոներ, որ նախ այդ 30 արձատը տաճարին քանցանագեն հանեիք մարդուն մսպանության համար։ Այդ 30 արձատը տաճարին քանցանագեն հանեցին։ Օրենքը կթույլատրեր, որ տաճարին քանցանագեն 30 արձատ հանեիք մարդու սպանության համար, հիմա հանգարց օրենքը չարդոներ, որ այդ 30 արձատը ետ վերադարձնեք տաճարի քանցանագի մեջ։ Ով որու վրա է որ կխնդա։ Ով է որ կշահագործե օրենքի այսպես ասած սահմանավորումները։ Հանգարց մեր շահերը, մեր ծրագիրները ինչ որ կբանջեն օրենքը գարդոնե, հանգարց է որ այդ մեր շահերուն հետ չի համապատասխանել մեր օրենքը չարդոնե։ Կամ հագարակը ինչ որ է տրվածքը։ Եվ հիմա հավասիկը սկսան իրենք օրինաբահ ըլլալու եւ ասելու մեր օրենքը չարդոներ, որ այդ 30 արձատը եւ իրենք կանդրադառնան այդ 30 արձատը ինչ քին է։ Արյան քին է։ Այս դրամով արյուն քնեցինք մենք։ Այս դրամով մեգումը կյանքը քնեցինք մենք։ Արյան քին է։ Եվ հետեւաբար օրինավոր չէ, որ այս արյան քին գոչվածը իդ վերադարձնենք տաճարի քանցանագին մեջ տնելու։ Լավ ինչ մտածեցին։ Եկեք գիտեք ինչ ունենք փարիկ մանե։ Օրինազանցութենեն փարիկ բխի։ Շողոքորդութենեն փողութենեն կաշարագերութենեն փարիկ մանե։ Եվ ինչ ունեն։ 30 արձատով եկեք օտարներուն համար հող մքնենք եւ այնտեղ որպես քերեզման օգտագործենք։ Եվ իրին այդպես սրին։ Եվ սակայն այդ իրենց ընելովը ադիկա դարձավ իրենց համար վկայություն։
Մինչև այսօր գսե ավետարանիչը, այդ հողը կգոչվի Պրուդի արյան արդ։ Մինչև այսօր ուրեմն բաներ գնենք հաջող, որ ադիգա գտարնա մեզ համար վկայություն, ադիգա մեզ համար գտարնա նշան, այո մի քիչ չանդրադառնանք, բայց ադիգա տակավին հոն է եւ ամեն անգամ երբ որ կտեսնենք, ադիգա գտարնա մեզ համար վկայությունը, նշանը, որ մենք ինչ անցյալի մտածած էինք եւ անոր հետևանքը ինչ է։ Բայց եւ այնպես այս արյան քինը եղող այս արդը օգտագործելու համար հետանոսներուն, օդարներուն, որտեղ վերջո օդարներ կապրեին այդ շրջանի մեջ եւ հարմար ու պատշաճ չէ, որ հրեական քերեզմանոցի մեջ ոչ հրեաներ թաղվեին, որ հանգարտ չլա թե այդ հողը բղձվեր եւ հետեւաբար փարիկ մարին, փարիկ գործություններին եւ անով իրենց մեղավորությունը գարձեցվումը կամ իրենց անօրենությունը գարձեցվումը կամ իրենց օրինազանցությունը գարձեցվումը ադով կավելու ադով գարձեք արդարացնելու իրենք զրենք եւ ասելու գիտես ինչ եգուր եւ հող մկնենք օդարներուն որպես քերեզմանոց եւ իսական այդ հողը կմվեցավ այդ 30 արձատով այդ 30 արձատը քինն է Քրիստոսի արյանը եւ եկեղեցական հայրերը երբ որ կբացատրեն այս հատվածը գուքան եւ գսեն հետեւյալը այդ Պրուդին արդը նույն ինքն եկեղեցին է այնպես ինչպես քերեզմանի մեջ կամ քերեզմանա հողի մեջ այսպես ասած մարմինները կհանգչին ծևոմը երկրավոր այս կյանքի ընթացքեն նույնպես ալ եկեղեցվո մեջ հոգիները կան հանգչելու այն եկեղեցին որ քնված է Քրիստոսի արյամբ ինչպես արդը Քրիստոսի արյան քնով քնվեցավ եկեղեցին նաև Քրիստոսի արյան քնով քնված է ինչպես Պողոս Արաքյալը պիտի սի առաջի Կորինթացիներու նամակի մեջ դուք հիմա գսեք ծեր անձերուն դերերը չեք դուք քնված եք արյան քնով Քրիստոսի արյան քնովը քնված եք դուք եւ անոր համար եկեղեցին շենք եկեղեցին չէ հավատացյալները իրենք եկեղեցին են որ քնված է Քրիստոսի արյան քնով եւ որուն նաեւ դեղի իմաստով գարույցն է իբրև շենք եկեղեցի սակայն խորքի մեջ եւ առաջին երթին հիմնականի մեջ հավատացյալներն են որոնք քնված են Քրիստոսի արյամբ ուրեմն Պողոս Արաքյալը գսե դուք ծեր անձերուն դերերը չեք այլ դուք քնված եք դերը Քրիստոս ինք քնեց իր արյան քնով եւ ասիկ տեսեք մինչեւ ուր մինչեւ վերջին հանգրվանը Քրիստոսի երկրավոր կյանքի դեպքերուն գաբ ունի մեր այսօրվան ճշմարտության որ թեգուզ ետևեք հետանոսներուն օդարներուն համար իբրև քերեզման օգտագործվեցավ սակայն նույն այն հետանոսներն էին որոնք պիտի կային եւ իրենց հանգիստը գտնելու Քրիստոսի մեջ Քրիստոսի այն եկեղեցիի մեջ որում Պողոսը գսե այս եկեղեցին ինչն է եթե ոչ Քրիստոսի մարմինն է որուն անդամներն ենք մենք բոլորս եւ երբ Հիսուս կառավարիչին դիմաց կանգնեցավ կառավարիչը հարցուց իրեն Թունես հրեաներու թագավորը Հիսուս պատասխանեց ահա տուն գսես Եվ երբ ավակ քահանաներն ու երեցները զինք կամպաստանեին ինք պատասխան չեր դար ուստի Պիղատոս ասավ Չես լսեր ասոնց սրած անպաստանությունները քեզի թեմ Սակայն Հիսուս պատասխան չտվավ ոչ իսկ բառը ինչ որ մեծ զարմանք պատճառեց կառավարիչին Ծևոմը նաև ինչ որ Քաշապտուն ավելի մանրամասնությամբ պիտի տեսնենք այս երկխոսությունը Պիղատոսին եւ Քրիստոսի միջեւ, սակայն այստեղ որպես սկիզբ եւ ներածական այն հանդիպման Հիսուսի եւ Պիղատոսի միջեւ, որն ամառալ կհարցնե, դες բարեկամ, այս մարդիկը քեզ ինձի բերին, անպաստանելով, որ դու իրենց թագավորն ես։ Ընդհանրապես երբ որ կանչեցին Հիսուսը, քահանայապետին բալադունը դարին Ինչ փորձեցին անել զրբարդություններ։ Օրենքը կխախտե, այս մարդը սա որ այս դաջարը կքանթեմ 3 օրեն կշինեմ, լավ եթե այս հարցերով դուք դարած եք Պիղատոսին, Պիղատոսին ինչ հոգը։ Որտեղ Պիղատոսը հրյա չէ, Պիղատոսը օրենքին հետ ոչ մեկ ծևի գաբ ունի, ընդհակառակը հետանոս է հռոմայացի է, գաբ չունի հրյական օրենքին հետ, ոչ հրյական դաջարին հետ, կքանթե, կշինե, որ ինչ հոգը։ Բայց ավասիկ տեսեք ուրիշ զրբարդությունով մնեն եկած Ասելու համար թե այս մարդը ինքզինք թագավոր է, որ կհրճագե։ Ընդհակառակ այս մարդը ինքզինք թագավոր չէ, որ կհրճագե։ Դուք կսեք, որ այս մարդը ինքզինք թագավոր կհրճագե։ Անոր համար քանի մարիտներով երբ որ եկան զինքը թագավոր լինեին,
Ընդհանրապես ինքը փախուս կդարսելու համար թե ես իմ տակավորությունը զոստերեն չէ։ Երկրորդ ամեն անգամ երբ որ գուկային զինքը ձուղակը ցկելու եւ կհարցնեին պետք է որ գայսրին դուր տալ կամ ոչ ովքեր կհարցնեն նույնիսկ մարդիկը կհարցնեին ինչու կուզեին հարցնել նախ առաջին հերթին իրենք չէին ուզեր դուր տալ երկրորդ կփորձեն նաեւ այդ հարցումով Քրիստոսը ձուղակը ցկել որ ավասիկ տես դու գայսրին թեմ ես երբ որ գուզես որ գայսրին դուր չտալ ընդհանրապես սակայն Քրիստոս ինչ կպատասխաներ ինչ որ Աստծոյի Աստծո տվեք եւ ինչ որ գայսրին է գայսրին տվեք Քրիստոս երբ ասա որ ես եմ թակավորը Քրիստոս երբ գայսրին հագարակ խոսեցավ ուրեմն այնպես ինչպես դուք զրբարեցիք որ այս մարդը գսե գքանթեմ այս դաջարի 3 օրեն գշինեն սուտ վգայություն սուտ զրբարդություն նույնպես էլ ավասիկ գայսրին արչև բերին այնպես մը որ այս մարդը ինքզինք թակավոր է որ գհրճագե եւ գարցնե Պիղատոսը թունես իրավ թունես Քրիստոս գսե թուն գսես ես անակամ մճսի եւ առավել եւս սուտ վգայություններ գուտային Պիղատոս տանանով գսե ինչու չես պատասխանել պատասխանել Քրիստոս գարիկը չուներ պատասխանելու այնքան ադեմ որ սուտ վգայություններ են երկրորդ եթե պատասխաներ արդեն ինքնաբերաբար պիտի լրացներ զանում պիտի բաբանցեցներ զանում այնպես ինչպես տարբեր արիտներով երբ որ գուկային հարցում հարցնելու ձուղակը ցկելու թիդումով երբ որ կպատասխաներ ինչ վիճակի մատնված կլային եւ ավետարանի չգսե բաբանցեցան եւ սելիկ մտչունեին ցկեցին եւ հերացան ուրեմն գնշայ հոսալ եթե Քրիստոս պատասխանե ինչ հրած կլա խորքի մեջ լրացուցած կլա բայց լրացնելով նաեւ ինչ հրած վիդելա փրկության ծրագիրն է որ հանգարտ չխափանվի եւ ասի եթե ուզեին զինքը պաշտպանել կպաշտպանի այնպես ինչպես երբ պիտի ցերպակալեին Քրիստոսը գեսկիշերին դառնալով ինչ պիտի ասեր եթե ուզեմ որ հորս ասել որ 12 կունտի երեշտակներ գրգե բայց այդպեսի բաներ չեմ մներ ես ինչու չեմ մներ որ ես ուրիշ ծրագրի համար եկած եմ իսկ այս հատվածը այսօր ինչ կսորվեցնե մեզի եւ որի բանջել արգին պատասխանել գա պատասխանենք եւ որի բանջել արգին լուր մնալ գա լուր մնալ եւ հիմա դիտեսեք ինչպես հետեւաբար չպաշտպանենք մենք մեզ հարցը սիրելիներ սակայն լավ դիտենք կացությունը ինչ կացության մեջ է ամբողջ դրվածքը ինչ ալլար պատասխանելու վիճակը այս մարդոց մտքի մեջ թրոշմված էր Քրիստոսը սպանել այսինքն որքանալ փորձես տուն արդարացնել տուն քեզ այս մարդիկը ծրագրած են քեզ սպանելու իզուր է այն բոլոր ինքնաբաշխանությունները եթե կգործենք որ Քրիստոս պետք է ինքզին կպաշտպաներ ընդհանրակը այնքան ադեմ որ մարդոց մտքի մեջ դրված է որ սպանել կնշանակե գուրցած են խուլցած են ոչ կուզեն տեսնել ոչ կուզեն լսել վստիկ բանը հիշեցնելու եւ հարաճիգա միշապտուն համար ցկելու նյութը երբ որ Պիղատոս կհարցներ այս մարդը ինչ չարի կործեց որուն համար ալ խաչեմ զինքը ասեք եւ խաչեմ ինչ կբորային խաչը հանե զինք ինչ հարցում կհարցներ մարդիկ ինչ կպատասխանեին եւ կնշանակե ադենությունը եւ նախանցը անգամը որ փույն թրած են մեր հոգիներու մեջ ինչ ալլան վգայությունները փաստերը ինքնաբաշխանությունները իզուր են որտեղ մարդիկ պիտի ենեն ինչ որ ծրագրած են եւ հետեւաբար այսօրվան հատվածը Լուկա մեզի սորվեցնելու առաջին հութային նման եթե զղջացինք բայց քաչը լանք Պետրոսի նման վերադառնալու Աստուծո երկրորդ այն հողաշերտը որ քնված էր որպես օդարներու քերեզման Քրիստոսի նույնինքը մարմին եկեղեցին է հոն գտնենք նաև մեր հանգիստը երրորդ եւ վերջին եթե մարդիկ զրվարդեն պիտի զրվարդեն մարդիկ արհամարեն պիտի արհամարեն մարդիկ հալածեն պիտի հալածեն եթե իբա հանչել հարգին պատասխան ունենք տալիք դանք եթե իբա հանչել հարգին լուր ունենք մնալիք լուր մնանք այն հույսով եւ վստահությամբ որ Տերը ինքն է մեր հույսը ապավենը եւ թադավորը որովհետեւ մեզ պաշտպանե այս կացությունը այո խոսքով դժվար է ըմբռնել եւ հասկանալ եւ կործատրել բայց երբ որ սուրբ հոգիով է որ
գլեցվիմ եւ գներշնչվիմ։ Եվ ադով կյանքս կշարունակեմ, ապա ճիշտ այդ է, որ Քրիստոսը սա։ Եվ որ ցես գդանին ադյան, մի մտահոգվիկ, ինչ պատասխան տալ, որ դες Սուրբ Հոգին հոն պիտի աշխատի ծեր փոխարեն։ Աղոթքով փակենք։ Ո մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս, Տուն որ մեր դգար բնության փորձառություն ունեցար, սորվեցուր մեզի, ինչպես տուն վարվեցար, անհանդորժողության թիմած լայն բանանքներ սրտերը, նախանցին ու ադելության թիմած սիրույթ վահանովը զրահվինք ու պաշտպանվինք, զրբարդության եւ չարության թիմած ցուցաբերենք անսահման հասկացողություն, եւ ընդհակառակը անժբիտ մարդոց ժբիտ մտերենք, անուրախ մարդոց սիրտ ուրախացնենք, հուսահատ մարդոց հավիտենական կյանքի հույսը տանք, անսեր մարդոց սեր պաշտենք, սառնացյալ սիրտերը սիրով ջերմացնենք, երկու սուրբ անունով կնքենք եւ քեզի համար կամարենք ու դաջարացնենք անոնց հոգիները հավիտյանս ամեն բահավան ամենայնի Քրիստոս աչք Հովանի լիցի վերամեր իդվե եւ իքիշերի ինստիլի դան իքնալի ճանապարհ իննչե դեվի արնել զմիեր բեքսացած եւ որ մի ալբարացած եւ մեզ կազմած ամեն